Բայց մինչև այս պահը միակ արձանագրված դեպքը, որտեղ Միքայել Մինասյանը որևէ մեկին գումար է տվել, ցավոք դա դուք եք։ Ինչ է նշանակում ապացուցված դեպքա, որ Միշիկը այն ծրավոր գլուխը Միշիկն էլա պատին տվել, ասողն էլա պատին տվել, կասկածողն էլ հետնա պատին տվել։ Էս ինչ ես դու օբշի խոսում, Ժողովուրդ ջան, լսեցիք մեզ ինչ ասես, մեզ սաղին պատով է տալու։ Իսկ ինչ ասում եմ գլուխը պատին է տվենա, ով տենց բան է ասում։ Լսեցիք Ժողովուրդ ջան։ Ով որ տենց բան է ասում եմ դուս չտակ, չհամարցակվեք դուս տալ, չհամարցակվեք դուս տալ, բառից բուն իմաստով։ Որն իր բարի եւ դաստիարակված ժպիտով ասաց, որ գիտես, եթե չես ուզում երեխայի մասին տես բաներ գրվի, մտնենք անձնականը, դե Նիկոլը գիտես, մի քիչ տարօրինակ է, մի քիչ որ բան անենք, եւ ես դες ուզում եմ ամոթով խոստովանեմ, որ ես որպեսզի ընտանիքս գոնե թողնեն այդ սրբապիղծները հանգիստ, գնացի գործարքի եւ պայմանավորվեցինք, որ ամսական իրենց չվաճառված թերթերը համասնիշը սիստեմի սխեմայի միջոցով մենք կֆինանսավորենք, որպեսզի իրանք չունենան թերթային վազռատ։ Սերժը ուրեմն Նիկոլին չէր կարա ասել, այդ թուլա նստի տեղը տես ինչ ես գրում, ու տենց հանգստացնեի Նիկոլին, ուստեղ հետաքրքիր է, ես այս կոմենտներում կարդում եմ գրում է եւ ստեղծեցի ելք կուսակցությունը մնացածը, այսինքն այդ մարդիկ ինչ Պոլնի այդ որ Վատիկանի մոտ էիք այդում տանում բերում էիք Միշիկ Նուանան Հռոմի Ինստեսա Սան Պոլը բանկի VIP հաճախորդների բաժնում sense բանա տեղադրված չեմ ամ սա Ինչքանով է ստույգ թե ստույգ չի խնդրում եմ պատմել կամ բացահայտել ինչու չդիմեցիք դատարան հետո ինչու ազատեցիք բանտից ու դեպուտատ դարձրիք, հալ Նիկոլին դեպուտատ էլ շնորհակալություն էր Նիկոլի, որ դեպուտատ սարքեցիք, թող պատմի իշխանության բերելու սցենարը, նախապատրաստական աշխատանքները, ուժայինների հետ տրված հրամանները եւ այդպես շարունակ, բայց մի բան այդպես էլ չընդունեցի, թե ինչի սա իր ընկերոջ Կուտոյանին, ով Ուլիխանյան Տիգրանի Մորքուրի տղան էր, փուրը տվեց վերջում, ռսի ասաց, что-то պաշտոնի տակ